24 համարի միկրոավտոբուսից օգտվում են հիմնականում Խրիմյան Հայրիկ փողոցի և հարակից մի քանի թաղամասերի բնակիչները։ Երթուղին շատ կարճ է ապակու գործարանից մինչև Անկախության հրապարակ Ռիժկովի փողոցից շուկա։ Այդ պատճառով էլ ի սկզբանե ուղևորցն անհամեմատ պակաս է եղել 50 դրամ։ ու տարիներ շարունակ այս գինն անփոփոխ է եղել, պատմում են ուղևորները, սակայն ապրիլի 1-ից 50-ի փոխարեն սպասարկման դիմաց 70 դրամ են վճարում։ Այդ մեր տրանսպորտն է, ուզաչուզած ունեցինք։ 20 դրամը խանութը պագաստած քեզ չեն վերցնե։ Նկա, բայց չէ նշանակություն ունի։ 50 դրամով լավ է։ Ժողովուրդը նստեն, կեստային գուկան իրանց համար։ Հիմի արդեն դարել է 70 դրամ, 1 օրը դարձել է 100 դրամ։ Ինչ որ կբարձրանա, հա, էլ ցածրնել չկա։ Ինչով է պայմանավորված ուղևորցի թանկացումը, ուղևորները տեղյակ չեն։ Միկրոավտոբուսների ապակիներին փակցված գրառումներից են տեղեկացել, որ ապրիլի 1-ից սկսած 20 դրամ ավելի են վճարելու։ Թանկացումը ճիշտ է չնչին է, բայց քաղաքի ներկայիս սոցիալ-տնտեսական դժվարին պայմաններում անարդարացի, գտնում են ուղևորները։ Մարդիկ աշխատանք չունեն ու ամեն ինչը թանկացնում են։ 20 դրամն է ժողովրդի համար բան է։ Դե ավտոբուսում կծեն խոշոր ավելի լավ է, քաստեսի։ Ինչ է Կզած կերտան, կզած կան ժողովուրդը։ Երթուղին սպասարկող միկրոավտոբուսի վարորդները խուսափեցին տեսախցիկի առաջ պատասխանել մեր այն հարցերին, թե ում որոշմամբ է ուղևորցը թանկացել, ինչ պատճառով եւ արդյոք սահմանված գինը հերթական անգամ վերանայվելու է։ Տեսախցիկից այն կողմ փոխանցեցին, որ ֆիզիկապես մաշված միկրոավտոբուսները քաղաքի փոսերին չեն դիմանում։ Դրանք շարքից դուրս են եկել ու քանի որ սարքավորումները թանկ են, երթուղին սպասարկող ընկերությունը որոշել է 20 դրամով բարձրացնել ուղևորցը։ Փոխանցեցին նաեւ, թե չի բացառվում, որ հաջորդ ամսվանից այն կազմի 120 դրամ։ Քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի ղեկավար Արամ Եղոյանը մեծ զրույցում նշեց, որ Գյումրու նախկին քաղաքային իշխանությունների օրոք 2012 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած մրցույթի ժամանակ տվյալ երթուղին սպասարկելու համար հաղթող է ճանաչվել Գյումրու Ամուր հիմք ընկերությունը։ Պայմանագրում որպես ուղևորց սահմանվել է մինչև 150 դրամ։ Պատճառը կարող եմ ասել իմ կարծիքով երևի մրցակցություն չի եղել եւ նշված ուղևորցը պահպանվել է։ Հոկտեմբերի 2-ին կայացել է մրցույթ, հոկտեմբերի 5-ին համայնքի նախկին ղեկավարը հաստատել է մրցույթի արդյունքները եւ դրա արդյունքում հաստատվել է գին, որպես ուղևորափոխադրման գին սահմանվել է 150 դրամը։ Տրանսպորտի բաժնի ղեկավարը հավելում է, առաջիկայում բաժնի մասնագետների կողմից հատուկ հսկողություն է իրականացվելու։ Եթե միկրոավտոբուսներն անսարք են, մեղավորությունն ուղևորներինը չէ, եւ այս պարագայում ուղևորցի փոփոխությամբ հարցին լուծում չի տրվի։ Եթե տեսնենք, որ իրոք մեքենաներն անսարք են, ենթակա չեն շահագործման, այդ դեպքում պարտադիր մեքենաները փոխվելու են նորերով, բայց ես չեմ կարծում, որ այդ ինչ որ քնի վրա ազդի։ Արամ Եղոյանը նշեց նաև, որ առաջիկայում նոր մրցույթներ տեղի կունենան։ Գյումրիում 2 ավտոբուսային երթուղիներ են վերաբացվելու։ Նոր տրանսպորտային միջոցները երկրորդ քաղաքում կշահագործվեն ապրիլի վերջին։ Հերմինե Մկրտչյան, Մարտուն Գրիգորյան, Գալանյուս։